անկախ հոնորարներից, անկախ անձնական շահերից, անկախ ամեն ինչից, ամեն մի արվեստագետ պետք է հասկանա, որ թե այն ինչ որ ինքը անում է ոչ իր համար, ոչ իր պատվիրատուի համար, այլ արվեստը միշտ հանրությանն է պատկանում եւ պատասխանատվությունը ինքը կրելու է հանրության դեմ։ Արձանը, որ ինքը տեղադրում է, շենքը, որ ինքը կառուցում է, նկարը ինքը, որը նկարում է, չի դիտելու մի մարդ, չի դիտելու երկու մարդ, այլ դա պատկանում է հանրությանը։ Եվ պատասխանատվությունը այդ դեպքում շատ ավելի շատ է, քան թե խոհանոցում ինչ-որ ճաշ պատրաստելուց, հա։ Պետք է շատ զգույշ լինել, շատ զգոն լինել եւ ուշադիր լինել եւ պատասխանատու լինել ամեն մի քո արարքի համար, որովհետեւ շատ հեշտ է անցնել այդ սահմանը, երբ որ դու կորցնում ես պատասխանատվության զգացումը եւ սկսում ես անել այն ինչ որ պետք է պատվիրատուին կամ այն ինչ որ կոնյուկտուրան թելադրում է այս պահին, պետք է միշտ հիշել, որ արվեստագետը, ստեղծագործողը միշտ գտնվում է հակասության մեջ, հակադրման մեջ կայացած միջավայրի, որովհետև միմիայն այդ շրջանակներից դուրս գալուց, նոր բան առնելուց, նոր բան առաջարկելուց, նոր թեկուս ագրեսիվ քայլեր, բայց պատասխանատու քայլերից հետո է, որ արվեստը կարողանում է քննարկումների, երկխոսությունների եւ մտորումների միջոցով առաջ շարժվել։ Մենակ անվախ եւ պատասխանատու մարդիկ են, որ կարողանում են անել այնց քայլեր արվեստում, որոնք որ առաջ կտանեն արվեստը, ցանկացած արվեստը, խոսքը չի գնում մենակ գեղանկարչության կամ քանդակի, խոսքը գնում է երաժշտության, խոսքը գնում է ճարտարապետության մասին, ցանկացած արվեստ առաջ է շարժվում միմիայն ագրեսիվ վիճելի քայլերի միջոցով, բայց պահպանելով այդ պատասխանատվության ասպեկտը, որովհետև ցանկացած արվեստագետ ինքը պետք է հասկանա, թե ինքը ոնց է մնալու արվեստի պատմության եւ մարդկային պատմության մեջ, որպես նորաստեղծ, նորարար Կանդինսկի օրինակ կամ Մուսալինի օրինակը, որը հին Հռոմի ֆորումի միջոցով փողոց անցկացրեց, հա, փողոց նախագծեց, հա, այդ բարբարոսական, դա էլ է կարելի ասել, որ ագրեսիվ բարբարոսական քայլ էր դեպի արվեստը, բայց ինչքանով իրանից հետո ապրողները գնահատեցին այդ քայլը, հա, ինչքանով էր այդ պատասխանատվությունը պատմականորեն արժեքավոր, թեկուս կարող է այդ պահին, եթե օրինակը վերցնենք, հա, դա ինչ-որ պետական հզորության ակտ դիտվեր արվեստի տեսակետից, բայց հետագա եկողները չգնահատեցին եւ այդ պատասխանատվությունը, որ այդ պահին ճարտարապետների կողմից, կատարողների, արվեստագետ կատարողների կողմից չընդունվեց, հա, որտեղ Մուսալինին ուղղակի պատվիրատու էր, որպես ոնց որ ցանկացած պատվիրատու, չէ, որ իր մոտ կային ճարտարապետներ, որոնք առանց երկմտածելու այդ փողոցի դրական լուծումը տվեցին, հա, հռոմեական Հռոմի ֆորումի միջով փողոց տանելու։ Այդ հարցածագում մնացել են պատմության մեջ այդ ճարտարապետների անունները, իհարկե ոչ, բայց ինձ թվում է, որ արժեր իրանք մնային որպես օրինակ չպատասխանատվության, թե ոնց կարելի է պահի, պատմական պահի, ֆինանսական պահի, ինչ որ պահի ազդեցության տակ թողնել մի կողմ
իր սեփական պատասխանատվությունը եւ թույլ տալ պատվիրատուին կատարի այն ինչ որ ինքը կատարում է։ Փառք Աստծո, այդ ժամանակներից հետո մեր մոտ շատ բան ա փոխվել, մեր մոտ նկատի ունեմ արվեստում, միջազգային արվեստում մեծ վեճեր տեղի ունեցան արվեստագետի պատասխանատվության հարցերի շուրջ եւ կարծես թե այդ հարցը հասկացել են շատերը, բայց Հայաստանում արժի որ ցանկացած ստեղծագործ եւս մեկ անգամ մտածի դրա շուրջ, որովհետեւ էթիկան եւ էսթետիկան միշտ իրար կողք են, ձեռքը բռնած շարժվում են արվեստի հետ եւ էթիկան միշտ եթե էսթետիկան որոշում է տվյալ պահի արժեքը տվյալ վարկյանի ապրելու, ապա էթիկան որոշում է հետագայում թե ոնց են քո անունը հիշելու եւ այդ էթիկական վերաբերմունքը թե նրան թե դու ինչ ես ստեղծում, այդ զգոնությունը, պատասխանատվությունը անձնական, թե դու ինչ ես անում եւ քեզ ոնց կհիշեն, ինձ թվում է դա առանձին դասախոսության առարկա է, որը անհրաժեշտ է ուսանողական ժամանակվանից մեր արվեստագետներին սովորել, որովհետև այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա Երևանում, Երևան քաղաքում, Հայաստանում, հետևանքը անպատասխանատվության, անձնական ստեղծագործողների պատասխանատվության, որտեվ պատվիրատուն միշտ իր շահերով է շարժվում պատվիրելուց, հա, շենք, նկար, քանդակ նշանակություն չունի։ Շրջադարձը պատասխանատվության, հա, պետքա տեղի ունենա։ Պետքա տեղի ունենա սկսված էսկիզային մակարդակից, սկսված քննարկումներից պատվիրատուի հետ, հա, վերջացրած հանրային քննարկումներով, հա, որովհետև շատ անգամ մեր մոտ այդ ցավալի տեսարանը կա, երբ որ մարդիկ ինչ որ շենք թազա կամ քանդակ թազա քննարկում են եւ հեղինակը չկա, հեղինակը չի վերցնում իր վրա պատասխանատվություն, պատասխան տալու խիզախություն, հա, պատասխան տալու իր կատարած աշխատանքի համար։ Չենք տեսնում որևէ ճարտարապետ, հա, որևէ նորակառույց շենքի քննարկումների ժամանակ, որ հեղինակը կանգնի ու ասի ու պատմի ինչ պատճառներով ստեղծագործական, ոչ թե ֆինանսական, հա, պատճառներով ինքը արեց այս կամ այն քայլը նախագծման ժամանակ։ Չի կանգնում ոչ մի քանդակագործ, հա, ու բացատրում ինչի է տենց տխուր քանդակ ինքը քանդակել։ Չի կանգնում ոչ մի քաղաքապետարանից գործիչ եւ չի բացատրում, թե ինչի այս քանդակը դրվեց այստեղ, այլ ոչ թե այնտեղ, հա։ Ոչ մեկ չի ուզում իր վրա վերցնի պատասխանատվություն եւ դա շատ վատ նշան է։ Դա վատ նշան է, դա նշանակում է, որ մեր ստեղծագործ միջավայրը հիվանդ է եւ մեր ստեղծագործ մարդիկ պատրաստ չեն ռեալ կյանքին, որովհետեւ եթե դու չես գտնվում փողի մշուշի ուրեմն մեջ, ապա դու պետքա հասկանաս, որ քո քանդակը, քո շենքը, քո նկարը մնալու է տարիների մեջ։ Այս պահին դու փող ստացար, վայելեցիր, բայց 10 տարի հետո ինչ է լինելու։ 10 տարի հետո այդ քանդակը մնալու է նույն տեղում, այդ շենքը մնալու է նույն տեղում, այդ նկարը կախված է լինելու նույն պատից, փողը արդեն ծախսվել է, իսկ պատասխանատվությունը մնացել է։ Կանգնելու են, ասեն, այս մարդն է արել սա։ Այդ դա պետքա շատ լավ հասկանան մեր ստեղծագործ մարդիկ, ոչ միայն մեր ստեղծագործ մարդիկ, դա այդ պատասխանատվությունը ինձ թվում է պետքա տարածվի նաև ցանկացած պետական օրգանի վրա, հա, բայց դե քանի որ խոսում ենք արվեստի մասին, խոսանք արվեստի մասին։
գոյություն ունի նաև կոլեկտիվ, հա, կոլեգիալ ցեխային այդ պատասխանատվությունը, որ միմիայն ինդիվիդուալ ապրելով չի որոշվում քո կացությունը որպես, չգիտեմ, նկարիչ կամ ճարտարապետ, հա, գոյություն ունեն քո գոլեգաները, որոնց հանդեպ նաև դու էլ պետքա կրես պատասխանատվությունը, իրանք էլ քո դեմ պետքա կրեն պատասխանատվությունը, այսինքն այդ միմյանց հանդեպ պատասխան տալու կուլտուրան, որը մեր մոտ չկա, դա է ստեղծում միջավայր, դա այդ պատասխանատվությունն է անձնական եւ խմբակային, որը ստեղծում է միջավայր, որը ստեղծում է հասարակություն, հա, գեղարվեստական հասարակություն հասկացողությունը։ Եթե վերցնենք ուրիշ երկրների օրինակները, միշտ հնչում են, հա, հանրային քննարկումներ, պրոֆեսիոնալ քննարկումներ բառերը եւ այլն, որը մեր մոտ այդ քննարկումները հանրային վերածվում են նրան, որ նստում են մի քանի, ասենք, տարեց մարդիկ ինչ որ կաբինետում եւ քննարկում են, ասենց ասած, դա հանրային քննարկում չի։ Հանրային քննարկումը, երբ որ ստեղծագործը դուրս է գալիս հրապարակ եւ հաճույքով եւ պատասխանատվությամբ է ընդունում ցանկացած բառ, որը իրան ասվում է եւ այդքան վստահ է իր արածի մեջ, որ կարող է ցանկացած ասողին ասի այո, ես եմ արել, այո, ես արել եմ այս պատճառներով, տեսեք, ես ճիշտ եմ, ես մտածել եմ, ես պատասխանատու եմ, ես վստահ եմ, ես գիտեմ, հա, ոչ թե դե հին շենքեր քանդվեց, այդքան էլ արժեք չուներ այդ շենքը կամ դե տենց քանդակ էր դրեցինք, դե ցուցահանդես է, բացեցինք, նկարիչ է, մի քիչ թող կախ, հա, այդ տենց այդ մեր պետական sense կոչված արվեստագետների թե պետական գործիչների պատասխանները ցանկացած հարցին, որը վերաբերվում է Հայաստանում կատարվող, ասենց ասած, նորաստեղծությունների մասին, որ լսեք, հա, իրանց ասածները, դե շենքեր այդքան էլ արժեք չուներ, դե քանդակ էր դրեցինք, հիմա ում է խանգարում այդ քանդակը այնտեղ, դե մարդեր խնդրեց ցուցահանդես արեցինք, հա, ինչ որ այդտենց կիսա բարեկամական կիսա բակային sense խոսակցություններ են, ոնց որ աթոռ է, հա, դե աթոռ է, մի քիչ ստեղ թող կանգնի, չէ, ինքը աթոռ չի, այդ քանդակը 20 տարի, 50 տարի, եթե բախներս չվիճակվի 100 տարի կկանգնի այդ տեղում, ոչ մեկ հավես չունի այդ քանդակը էլ տեղափոխելու։ Եվ sense բանի նման քաղցկեղային այդ արմատի նման իր ծիլերը տալու է տարբեր տեղերում, այդ մի քանդակագործեք, մի ճարտարապետի, մի մարդու չասեմ, որ սխալ չընդունեն, հա, եւ մի չինովնիկի այդ անպատասխանատու համագործակցության եւ մի պատվիրատուի, հա, այդ հայկական տրիումվիրատը կատարող չինովնիկ եւ պատվիրատու, հա, այդ 3 հոգու անպատասխանատու գործունեությունից հետո ստեղծվում է մի հատ քաղցկեղային կետ, որը բազմանում է եւ թույնավորում է իր շուրջ ամեն ինչը։ Եթե պետք էլ չի անուններ տալ, հա, այդ շենքերի, այդ քանդակների, այդ բաների դուք ինքներդ տեսնում եք, թե ոնց մի շենքի պատճառով կառուցում են մի հատ գարշելի շենք մի հատ պարկի շուրջ, մի հատ պարկի կողքը 5 տարի հետո տեսնում ես պարկը չկա, իր տեղը նույն գարշելի զզվելի շենքերի հավաքածու է տեղի ունեցել, հա պարկը չկա, ոչ մի հատ ծառ չկա, այդ հպարտության տեղը զզվանքի եւ ամոթի զգացում է ձեր մոտ, երբ որ կողքով անցնում եք, հա, որովհետեւ առաջ պարկ էր, որտեղ մարդիկ հանգստանում էին, վայելում էին հանգստի ժամերը, երեխաները ման են գալի, հիմա ինչ որ չինուշաների եւ չգիտեմ ում ագահության ցուցահանդես, ահա տեղի ունեցել։
Եվ այտենց կետ առ կետ իրենց շուրջ թույնավորելով ամեն ինչը այդ անպատասխանատվության կետերը բազմանում են եւ վախում եմ, որ վերջում մենք կմնանք մենք եւ օպերայի շենքը, հա, սենց մեր շուրջը լցված այդ քաղցկեղային անպատասխանատվության լճի մեջ։ Չնայած եթե տենց գնա օպերայի շենքն էլ կքանդեն, որտեվ դե սարայա, նո արդեն փորձում էին, չէ, բոքսի չեմպիոնատ անցկացնել,